Մեր օրենսդրության համապատասխան, երբ որ ուզում ես դիմես դատարան, որպեսզի դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով որևէ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքը ճանաչի, ինքը դիտվում է որպես ընդհանուր հայցային վարույթ, այսինքն դա նշանակում է, որ պետք է պատասխանող կողմ լինի հայց ներկայացնելու համար, սակայն պրակտիկայում լինում են դեպքեր, որ օբյեկտիվորեն ուղղակի չկա պատասխանող կողմ։ Ենթադրենք, անձին մի 30-40 տարի առաջ որևէ գործարանից տրամադրել են հողատարածք, ամառանոց կառուցելու նպատակով, ընդհանրենք 500 քառակուսի կամ 1000 մետր հող են հատկացրել։ Հետագա տարիներին լուծարվել է այդ գործարանը եւ ոչ իրավ հաջորդ ունի, ոչ բան ունի, անձը տասնյակ տարիներ սեփականի նման, որպես իր սեփական գույք դա տնօրինել է, պտղատու ծառեր աճացրել, հոգա տարել, ցանկապատել եւ այլ գործողություններ կատարել, բայց չունի գրանցված սեփականություն։ Ուզում է ձեռքբերման վաղեմության ուժով, դատական կարգով դա սեփականացնել։ Եվ արդեն այստեղ խնդիր է առաջանում, որովհետև օբյեկտիվորեն պատասխանող կողմ չկա, որովհետև մեծ հաշվով այդ հողը համայնքային սեփականություն չէ, որտեղ դա պատկանել է ինչ-որ մի գործարանի, որը դա բաշխել է, եւ այդ գործարանը չկա, այսինքն չեղած գործարանի դեմ չես կարող հայց ներկայացնել, համայնքի դեմ ներկայացնես, համայնքը ասում է պատշաճ պատասխանող չեմ, որովհետեւ սա իմ հողը չի, ես որևէ կերպ առնչություն չունեմ այդ խնդրի հետ կապված, եւ այստեղ արդեն առաջանում է իրավական որոշակի փակուղի, եւ լինում է դեպքեր, երբ որ փորձում ենք այս պարագայում դիմում ներկայացնել դատարան, ոչ թե հայցադիմում, այլ դիմում, եւ նշելով, որ այո, մենք գիտենք, որ պետք է լինի հայցադիմում, որ պետք է լինի պատասխանող, բայց հարգելի դատարան, քանի որ օբյեկտիվորեն պատասխանող կողմը չկա, դրա համար մենք չենք ներկայացնում հայց, այլ ներկայացնում ենք դիմում։ Եվ այստեղ մենք պրակտիկայում ունենք արդեն դատավորների տարբեր մոտեցումներ, երբ որ մի դատավոր կարող է ըմբռնումով մոտենալ եւ վարույթ ընդունել, մեկ այլ դատավոր կարող է այդ հայցը վերադարձնել կամ մերժել հայցի վարույթ ընդունումը, հենց այն պատճառաբանությամբ, որ ընդունված օրենքով նախատեսված կարգը պահպանված չէ եւ չկա պատասխանող եւ պետք է լինի ոչ թե դիմում, այլ հայցադիմում եւ այսպես։ Եվ արդեն այստեղ առաջանում է որոշակի փակուղի։ Դատարանները ըստ էության հղում են կատարում քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումներին, որ կոնկրետ այս կատեգորիայի գործերը իրենք պետք է քննվեն ընդհանուր հայցային վարույթի շրջանակներում եւ պետք է ներկայացվի հայց, այսինքն պետք է լինի պատասխանող։ Միանշանակ առաջացնում է մի խումբ խնդիրներ դրա հետ կապված, որովհետեւ փաստորեն ինչ է ստացվում, որ անձը ինքը զրկված է արդար դատականության իրավունքից, այսինքն ինքը չունի իրենից անկախ է դա այդ իրավիճակը առաջացել, բայց այդ վիճակը առկա է եւ ստացվում է, որ ինքը չի կարող դիմել դատարան, որպեսզի իր սեփականության իրավունքը ճանաչի այդ գույքի նկատմամբ եւ իհարկե այստեղ իր սեփականության իրավունքը, որը ամրագրված է սահմանադրությամբ, միջազգային իրավական փաստաթղթերով, որը դեռևս 1789 թվականին Ֆրանսիայում ընդունված մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագրում, մարդու սեփականության իրավունքը ֆիքսված է որպես սրբազան, սուրբ իրավունք։ Եվ անձը ուղղակի զրկված է արդեն Հայաստանի Հանրապետությունում իր այդ, այսպես պայմանական ասած, սուրբ կամ սրբազան իրավունքը դատական կարգով ապահովել։ Կարծում եմ, այստեղ պետք է ուղղակի մեր քաղաքացիական դատավարության օրենսգրքում, կատարվեն համապատասխան փոփոխություններ, իսկ ավելի ճկուն դարձնենք, մեր իրավակարգավորումները եւ այն դեպքում, երբ որ օբյեկտիվորեն անձը, այսպես զրկված է հայցադիմում ներկայացնելու եւ հիմնավորված է դա, այսինքն դատարանն է տեսնում, որ փաստացի այլ տարբերակ չունի անձը եւ թույլատրվի, որ ներկայացվի ոչ թե հայցադիմում, այլ դիմում, այլ բան է, երբ որ իսկապես այնպիսի իրավիճակ է, որ երբ որ կա այդ պատասխանող կողմը, խնդրեմ թող լինի հայցադիմում, այս պարագայում թող լինի դիմում առանց պատասխանողի,
Այսինքն ավելի ճկուն, այսպես տարբերակված մոտեցում կարելի է ցուցաբերել եւ ընդհանրապես ասեմ, որ մեր մոտ այդ դատավարական օրենսդրությունը, թե քրեական, թե քաղաքացիական, թե վարչական, ինքը մենից ինչ-որ շատ կարծրացած, բյուրոկրատացված, շատ ճկունությունը շատ քիչ է այստեղ, հա, եւ դա բարդություններ է ստեղծում եւ դատարանի համար, եւ փաստաբանի համար, եւ անձի համար, եւ իրավապահ մարմինների համար, եւ կարծում եմ կյանքը զարգանում է, գնում է առաջ, հա, ավելի մարդակենտրոն է դա ամենը պետք է լինի, ոչ թե մարդը պետք է լինի օրենսդրության համար, այլ օրենսդրությունը պետք է լինի մարդու համար, այս սկզբունքով կարելի է շատ ավելի խնդիրներից եւ հարցերից խուսափել։ Եթե կա փաստաթղթերի պակաս, բնականաբար համապատասխան փաստաբանի հետ խորհրդակցելու, համագործակցելու արդյունքում հնարավոր է լինում տարբեր գուցե հարցումների միջով, վկաների ցուցմունքների միջոցով, տարբեր այսպես աղբյուրներին դիմելու միջոցով, այնուամենայնիվ ինչ որ փաստաթղթեր ձևավորել, որոնք հնարավորություն կտան գոնե փորձել դիմել դատարան եւ դատական կարգով այդ խնդիրը կարգավորել։